Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակության այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լիլիթ Դալլաքյան, տեսեք, վերջին օրերին ամենադեպս տպավորությունն է, որ Թրամփը փոխել է մարտավարությունը կապված Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ։ Ինչի համար եմ այսպես ասում, որովհետեւ եթե մինչ այդ գոնե Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում տպավորությունն էր, որ Թրամփը համ եղում է, համ դաղում, ժողովրդական լեզվով ասած, վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք այնպիսի տպավորություն են թողնում, որ Թրամփը Պուտինի հետ լեզու գտնելուց հույս է կտրել, այսպես ասեմ։ Նախ Վենեսուելան այն ինչ որ տեղի ունեցավ Վենեսուելայում գիտենք, հետո վենեսուելական նավթը արդեն մտավ շուկա, էժան նավթը մտավ շուկա եւ բնականաբար դա երևի արժանանակ հետո կբերի միջազգային գների անկմանը։ Դրանից հետո արդեն Թրամփը հայտարարեց, որ Հնդկաստանի հետ, Հնդկաստանը ավելի ճիշտ իր հորդորով հրաժարվել է ռուսական նավթի գնումից։ Հիմա ինչ է անում Թրամփը, ըզզես ինքը ուզում է Ռուսաստանի տնտեսությունը պայթեցնել եւ նման ձևով բերել խաղաղության։ Դե դա լծակներից մեկն է Ռուսաստանի նկատմամբ, որովհետև այլ լծակ ԱՄՆ-ն չունի, բացի ռազմական մատակարարումները Ուկրաինային, որը Թրամփը չի անում, նա վաճառում է ցեն, կամ ինքը հենց ամերիկան մասնակցի, դա ավելի ֆանտաստիկ ինչ որ երևույթ կլինի Ռուսաստանի դեմ պատերազմին Ուկրաինայում։ Տնտեսությունը խեղդելով, սա իհարկե երկարաժամկետ գործընթաց է, միանգամից էֆեկտը չի երևում, երկար ասելով 1 տարվա ընթացքում։ Մյուս կողմից Հնդկաստանի դեպքերից հետո, որ նշեցի Կրեմլը նշել է, որ այդպիսի լուր իրենք չունեն։ Այսինքն ես չգիտեմ Մոդին ինչ է ասում Թրամփին, բայց եկեք նշենք, որ Հնդկաստանը սկսել է գնել իբրև թե եւ Եգիպտոսից նավթ։ Մենք գիտենք, որ Եգիպտոսը այդքան նավթ չունի եւ այսպես ասում չար լեզուները նշում են, որ դա ռուսական նավթն է, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Եվրոպա մատակարարվող գազը։ Այսինքն ոչ թե սանկցիաներ դնելն է այստեղ կայական, այլ սանկցիաներին հետևելը։ Ստվերային նավատորմը ոչնչացնելը դա հարյուրներով տանկերներ են 1-2-ը չի հետևելը որպեսզի սանկցիաները կատարվեն եվրոպական երկրների հետ միանալը ոչ թե առանձին այսինքն եթե իրոք սանկցիաներին հետևեն Միացյալ Արևմուտքը այսպես ասենք դա մեծապես վնաս կհասցնի ռուսական տնտեսությանը Ես չեմ շտապի ասել, որ Թրամփը հույսը կտրել է Պուտինից, դեռ, բայց ինձ համար գոնե ակնհայտ է, նույնիսկ եթե Դոնալդ Թրամփը չցանկանա, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ շահերը չեն համընկնում եւ ինչ որ պահի դրանք բախվելու են։ Բախվելու են տարբեր տարածաշրջաններում եւ մենք դա տեսնում ենք Վենեսուելա, Իրան, Հարավային Կովկաս եւ Ուկրաինա։ Տեսնում ենք Ուկրաինային չի հանձնում Թրամփը, չնայած ասում էին, ահա Վենեսուելան տվել են իրեն, Կուբան տվել են իրեն, Ուկրաինան Ռուսաստանին, բայց հակառակը մենք տեսնում ենք, որ Զելենսկին նշում է խաղաղության ինչ որ երաշխիքների մասին դեռ չգիտենք ինչի մասն է խոսքը, որը իբրև Թրամփը իրենց տալու է եւ որը սենատում իդեպ պետք է անցնի ուրեմն ամրագրում ռատիֆիկացիա, այսինքն դա միայն Թրամփի խոսքը չի։ Ես կարծում եմ, որ առաջիկա 1 ամիսը կարեւոր է լինելու հասկանալու համար արդյոք Վլադիմիր Պուտինը գիտակցում է, որ ժամանակն է գոնե գնալ հրադադարի, ինչ որ առումով ինքն էլ կվերականգնի իր տնտեսությունը, հրթիռները, ես չեմ կարծում, որ պատերազմը կավարտվի, թե վատագույն սցենարը կլինի Պուտինյան ռեժիմի համար, իրենք կշարունակեն այսպես տապորային քաղաքականություն եւ ինչ որ պահի կարող է Թրամփը գիտակցի, որ նաեւ միջանկյալ ընտրությունների դրամաբանության պայմաններում իրեն ձեռնտու չի թույլ համարվել Վլադիմիր Պուտինի առաջ։ Հիմա տեսեք Ռուսաստանին եւս տես մի, բայց այս դեպքում ավելի շատ Ռուսաստանին չէ սպառնալիք ուղղված է հենց Ռուսաստանի դեմ ըստ էության Եվրամիությունը 2-3 օր առաջ պահանջ դրեց Թուրքիա եւ Ադրբեջանի առաջ պահանջ դրեց, ասես պիտի ապացուցեք, որ այն գազը, որը ձեր տարածքով կամ թվում է թե Ադրբեջանից գալիս է դեպի Եվրամիություն, պիտի ապացուցեք, որ դա ռուսական չի։ Դա դժվար կլինի, եթե իրոք այդպիսի պահանջ դնեն, որովհետև Եվրամիությունը արդեն տարիներ շարունակ պատերազմից հետո Ուկրաինայի նշում է, որ Ադրբեջանը ավելացրել է գազի արտահանումը դեպի Եվրոպա եւ դա ռուսական գազն է։ Իդեպ Շահդենիս այդ հայտնի ուրեմն պաշարները գազի Լուկոյլը այնտեղ ունի մասնաբաժին, այսինքն մենք չգիտենք դա ինչ գազ է։ Ես կարծում եմ, որ վստահ եմ, եթե այդպես նշում են, ուրեմն հնարավորություն ունեն ստուգելու դա ռուսական գազն է,
թե ոչ ես մասնագետ չեմ ոլորտի, բայց սա նշանակում քիմիական բաղադրությամբ հնարավոր է։ Այո, երևի, սա ցույց է տալիս, որ մենք հիշում ենք Պուտինի այցը Ադրբեջան, նա չայցելեց ռազմավարական դաշնակցին, իդեպ պատերազմից հետո այցելեց Ալիևին, խոնարհվեց զոհերի արչև հայտնի բուրակում, այնպես որ ես կարծում եմ, որ այո, Ալիև եւ Պուտինը այստեղ ունեն ընդհանուր շահ, եւ սա Ադրբեջանին դնում է ինչ որ առումով բարդ իրավիճակի մեջ, բայց արդյոք Եվրոպան կարող է այս բանը ճնշել Ադրբեջանին գազային կախվածություն չունենալով, նաեւ Ադրբեջանից եւ Ադրբեջանի տարածքով եկող էներգակիրներից, որովհետեւ մենք գիտենք, որ Ռուսաստանի էներգակիրներից մինչեւ 27 թվականը պետք է հրաժարվեն։ Կրկին այս ոլորտի մասնագետները պիտի նշեն, արդյոք Եվրոպան նույն հեղուկ գազի ներկրմամբ ԱՄՆ-ից կամ Նորվեգիայից, Ռումինիայից կարող է լեովին ձերբազատվել ադրբեջանական գազից, եթե Ադրբեջանը հրաժարվի եւ նշի, որ այդպես է։ Ադրբեջանի մասնաբաժինը եվրոպական շուկայում իրականում մեծ չի, 3-4%։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շուշագիր ստորագրեց Ալիևի հետ, որի նպատակը ավելացումն էր ադրբեջանական գազի։ Դեպի Եվրոպա, Թուրքմենստանից, այո, նշում են, որ եթե նոր տեխնոլոգիաներ կիրառվեն, ապա կարող է Ադրբեջանը ինվեստիցիա ներդրումներից չէ խոսում Ալիևը այդ ոլորտում եվրոպական, բայց ես կարծում եմ կանաչ էներգիայի է ձգտում Եվրոպան, իրենք պետք է քչացնեն կախվածությունը Ադրբեջանից, բայց այն, որ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան որպես հաբ է տեսնում, նաև թուրքական հոսքը եկեք չմոռանանք դեպի Եվրոպա իր գազի արտահանման համար, որը կարևոր է բյուջեն լցնելու տեսանկյունից։ Մենք գիտենք, որ Ռուսաստանի բյուջեն մեծամասամբ հենց էներգակիրների առևտրից է, դեպ դուք նշեցիք Տրամփի քաղաքականությունը կազմված։ Ես կարծում եմ գնալով կսեղմվի օղակը Ռուսաստանի շուրջ եւ դա կստիպի, որ Ռուսաստանը դառնա առավել ագրեսիվ նաև հարավային Կովկասում։ Մտածեք, մինչ հարավային Կովկաս հասնելը բավական անսպասելի ճակատ բացվեց տնտեսական պատերազմի իմաստով եմ ասում, Ռուսաստան-Ղազախստան բավական լուրջ խմորումներ են սկսել, որովհետև Ռուսաստանը այսպես հարկ կոչվում է ուտիլիզացիոն հարկ, ասենք եթե մեքենաները գալիս են մի երկրից մյուս երկրից, ընդհանրում խոսք վերաբերում է ԵԱՏՄ ներսում եղած երկրներին։ Ռուսաստանը, եթե չեմ սխալվում, 40-ից 50% մարժա է փորձում հիմա սահմանել եւ Ղազախստանի նախագահ Տոկաևի շրջապատից ավելի ճիշտ տեղեկատվական արտահոսք կա, որ Ղազախստանը պատրաստել է հայելային պատասխան, այսինքն եթե հանկարծ Ռուսաստանը նման քայլի դիմի, նույնը անելու է նաեւ Ղազախստանը։ Շատ խնդիրներ են եղել ԵԱՏՄ երկրների մեջ, բայց ես չեմ հիշում դեպք, որ եղել է տնտեսական պատերազմ սկսելու վտանգ։ Հիմա այս ինչի մասին է։ Ամիսներ շարունակ Ռուսաստանում բնակչությունը դժգոհում էր հենց այս օրենքի հետ կապված, նշելով, որ սա բյուջեն լցնելու մեթոդներից է։ Հարկերը բարձրանում են, գնաճ է, ինֆլյացիա, հիմնական տոկոսադրույքը այդպես էլ չի իջեցվում, բանկերի հետ կապված գործունեության Նաբիուլինան մեծ քննադատությունների թիրախում է գտնվում։ Պարզ է, որ նախկին հարցին անդրադառնալով էներգակիրների ստացված գումարները պետք է ինչ-որ տեղից ստանալ։ Ռուսաստանը այլ տարբերակ չունի, քան հարկեր սահմանելը եւ այսպես ուտիլիզացիայի հետ կապված սահմանաչափի բարձրացումը, սա կոնկրետ ինչ-որ երկրի դեմ ուղղված չի, սա իրենց երկրի բյուջեն լցնելու համար է։ Ես միշտ նշել եմ, որ ԵԱՏՄ-ն ունենալու է խնդիրներ, որովհետեւ Եվրոպան ուրեմն ավելի խստացնելու է սանկցիաները Ռուսաստանի հանդեպ եւ այլևս կան երկրներ, որոնք չեն կարողանա շրջանցել այդ սանկցիաները, չեն կարողանա լինել երկրորդային շուկա։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան շատ ակտիվ են հենց Ղազախստանում, որովհետև Ղազախստանը կարևոր օղակ է Միջին Ասիայից եկող ճանապարհների, այսպես կոչված միջին միջանցքի համար։ Իդեպ Հայաստանն էլ այստեղ, ես լսում եի, որ Հայաստանն էլ կարող է խստացնել որոշակի ինչ-որ ուրեմն առևտուրը Ռուսաստանի հետ, որը ստվերային է, բանկերի հետ կապված գործունեությունը, այնպես որ Ղազախստանը իմ կարծիքով առաջին պետությունը չի լինի ԵԱՏՄ-ում, որը կունենա խնդիրներ, եթե Ռուսաստանը շարունակի իր քաղաքականությունը, որը կբերի արդեն սանկցիոն ռեժիմի խստացման Ռուսաստանի հանդեպ եւ առաջին հերթին Պուտինի քաղաքականությամբ, որի նպատակն է լցնել բյուջեն ցանկացած տարբերակով։ Եվ ես կարծում եմ, որ սա առաջին, բայց ոչ վերջին քայլն է լինելու։ Ուղղակի Կրեմլը ունի մի խնդիր, այնպես անել, որ չափազանց լարում չառաջացնի ռուս հասարակության շրջանը, որովհետեւ մարդիկ ստամոքսով են մտածում, ոչ թե տարածքներ գրավելով, գյուղերով, եւ ես կարծում եմ նա չի ցանկանա, որպեսզի ժողովուրդը գիտակցի, որ այս պատերազմը արդեն իրենց գրպաններին է խփում, բայց արդյոք կունենա միջոցներ, դա էլ այլ հարց է։
Որպեսզի Ռուսաստանը կարողանա իր տնտեսական խնդիրները լուծի, կամ ամենայն դեպս գոնե դրանց մի մասի ձերբազատվի, պետք է 3 պատերազմը կանգնացնել։ Այսօր չէ, 3 էր պետք դա անել։ Ռուսաստանը դրան չի գնում։ Մի քանի պատճառ ունի Վլադիմիր Պուտինը։ Նախ ուկրաինական հարցը շատ սխալ են մարդիկ մտածում երբեմն, որ դա կապված է Զելենսկու անվան հետ։ Դեռ ուրեմն 1917 թվականից քննարկվում է հայկական հարցի դեպ նման Ուկրաինա պետություն ստեղծելու գաղափարը, բոլշևիկներ, մենշևիկներ, էսերներ ուկրաինացի, գալիս է մինչև Ելցինյան ժամանակները, Սաբչակն էր խոսում դրա մասին 90-ականներին, որ Ուկրաինան չպիտի լինի, որ դա պետություն չի, ուկրաինացի գոյություն չունի, մենք գիտենք Վլադիմիր Պուտինը Սաբչակի աշխատողն է։ Այսինքն ՖՍԲ-ն եւ ռուսական ուժային կառույցները, ինչպես գրված է Բժեզինսկու հայտնի գրքում, գիտակցում են, որ Ուկրաինան պետք է մնա ռուսական։ Հակառակ բaragայում Ռուսաստանը կդառնա ուղղակի պետություն, տարածաշրջանային, ինչպես ասեց Օբաման։ Ռուսաստանը դա չի ցանկանում, հակառակը նրանք կայսրություն են իբրև թե փորձում վերականգնել։ Դա նաեւ հարավային Կովկասին է վերաբերում եւ Ղազախստանին։ Հաջորդ Ռուսաստանում ռեժիմը հիմնվում է հենց պատերազմի վրա, այսինքն եթե չկա պատերազմ, կան ներքին խնդիրներ, դեմոգրաֆիա, դեմոկրատիա, 1.400.000 կորուստ ունի արդեն Ռուսաստանը մահացած, անդառնալի եւ վիրավոր, դա հենց այնպես չի անցնելու։ Այդ մարդիկ վերադառնալու են։ Այն օրը հաղորդում էր հետաքրքիր, որ շատերը չեն կարողանում աշխատանք գտնել եւ այդ մարդիկ զենքերով զինված, ուրեմն հոգեկան խանգարումներ ունեցող շատ բարձր է նրանց շրջանում, ռեցիդիվիստներ են, բանտից ազատված, այսինքն սա լուրջ խնդիր է Ռուսաստանի համար։ Գումարած դրան նացիոնալիստական շարժում է ստեղծվել Ռուսաստան, ռուսская община, որի գլխավոր նպատակը ռուս ռասայի գերակայությունն է, Z բլոգերներ։ Հիմա նրանց մեկ օրում ասել կներեք մենք հետ ենք գալիս, սխալվել էինք, մենք չէինք հաշվարկել, որ 4 տարի է տևելու, ոչ թե 4 օր, սա ռեժիմի համար լուրջ վտանգ է։ Հետո Վլադիմիր Պուտինը որոշել է ցմահ ղեկավարել, դրա համար նա անդադ պիտի այս իրավիճակը շարունակի, ընտրություններ չլինեն, ժողովուրդը հասկանա, որ ով լինի բացի Պուտինից, ինչպես ասած Վալոդինը, այսինքն սա ռեժիմի գոյատևման հարց է։ Այլ հարց է, որ ռեժիմի գոյատևումը ինքնին Ռուսաստանի քանդմանն է տանում, որովհետև մենք տեսնում ենք Ռուսաստանը իր դիրքերը կորցնում է բոլոր տարածաշրջաններում, այդ թվում հարավային Կովկասում։ Ռուսաստանի տնտեսությունը գնալով թուլանում է, ռուսական բանակը չի կարողանում Կուպյանսկից առաջ գնալ, մեկ գյուղ գրավելը, այն էլ սուտ համարվում է հաղթանակ, արդեն մարդկանց ուղակի տանը ոչնչացնում են Կիևում եւ սառեցնում են, պատերազմական հանցագործությունն է։ Սա հենց թուլության նշան է, ոչ թե ագրեսիվությունը թուլության նշան է, ոչ թե հզորության։ Այսինքն ինչ որ պահի Ռուսաստանը ուզի-չուզի կանգնելու է։ Դա կլինի սովետական միության փլուզման սցենարը, թե ռուսական էլիտայում տաբակեր կա, նորից կիրականացվի կգտնվեն մարդիկ, որ կգիտակցեն այդ թվում Իրանում, թե ինչ է իրենց սպասվում։ Ես չգիտեմ, բայց այն, որ Ռուսաստանը արդեն ձախողվել է, որովհետև իրենց նպատակը 5 տարի պատերազմելը չէր, դա միանշանակ է։ Տեսեք, այս վերջերս մեր փորձագետներից մեկը, իմ հյուրերից մեկը ասաց, որ Ռուսաստանում այդպես էլ չսովորեցին փափուկ ուժի արվեստը, հա, կիրառման արվեստ, այնտեղ այդ ձեր ասած կացնային տարբերակով են միայն կարողանում իրենց գործերն անել։ Հիմա լավ գանք հարավային Կովկաս, ինչ է կատարվում այստեղ։ Կա TRIP, որը թվում է թե ձեռնտու ծրագիր է բոլորի համար, պետք է որ ձեռնտու ծրագիր լիներ։ Լավ, Ռուսաստանը չի մասնակցում այդ ծրագրին, այդ մասին էլ կխոսենք։ Բայց Հայաստանը առաջարկում է, ասում է եղբայր, արի ավելի հյուսիս ընկած հատվածը վերականգնի քո կոնցեսիոն կառավարման շրջանակում։ Վերականգնի Ղազախի Ջևան եւ այդ ախուրիկ կարս հատվածը օգտագործի Թուրքիայի հետ ուղիղ ճանապարհ կունենաս երկաթգծային շրջանցելով ասենք Վրաստան եւ մնացած բոլորին ու այնպես խորհրդավոր լռություն է այն կողմից, որ մարդ չի հասկանում փող չունեն չեն անում, թե քաղաքական ցանկություն չկա, կամք չկա։ Ռուսաստանը նախ հյուսիս-հարավ ճանապարհի վրա դեռ հույս ունի կառուցման Իրան, Ադրբեջանով, Ռաշաստարով, որը պետք է շրջանցեր Հայաստանը։ Թուրքիայի հետ դեռ ցամաքային կապը դնենք մի կողմ, բայց դա չի իրականացվում։ Անընդհատ հետաձգվում է սանկցիաների պատճառով եւ Ռուսաստանը եւ Իրանը գտնվում են սանկցիաների ներքո։ Բացի այդ, Ռուսաստանը չի ցանկանում ուղղակի առևտուր անել, զարգանալ, բարգավաճել, հարավային Կովկասն էլ բարգավաճի։ Դուք շատ ճիշտ նշեցիք եւ այդ փորձագետը փափուկ ուժի հիման վրա չի Ռուսաստանը ներկա է կոնֆլիկտների վրա։ Եթե կոնֆլիկտ չկա Արցախյան կոնֆլիկտ եւ եթե Ալիևը գիտակցի, որ ժամանակն է, որ ինքն
էլ այլևս միջանցքների մասին չմտածի, Ռուսաստանի ներկայություն տարածաշրջանում չի լինի։ Իսկ եթե Ռուսաստանի ներկայություն չլինի հարավային Կովկասում, հյուսիսային Կովկասում Ռուսաստանը ունենալու է խնդիրներ։ Դա Սոլովյովն էլ է ասում, Դուգինն էլ է ասում, ինչու, որովհետև Ռուսաստանը դեմոկրատական երկիր չի, այնտեղ սեպարատիստական շարժումները դեռ տաք են, Կադիրովը ունի լուրջ առողջական խնդիրներ, մենք գիտենք Թուրքիան ինչպիսի ազդեցություն ունի, այսինքն Ռուսաստանի վախը գալիս է նրանից, որ որևէ մեկը չի ցանկանում մնալ Ռուսաստանի կազմում, բոլորը փախչում են։ Եվ եթե Ռուսաստանը այլևս բազա չի ունենում, այլևս կոնֆլիկտ չկա, սահմանազատման խնդիր չկա, փախստականի խնդիր չկա, անկլավի խնդիր չկա, Արցախի ժողովրդի հարցը լուծվում է, վերադառնում են, բայց մակ երաշխիքների ներքո Ռուսաստանը հարավային Կովկասից հեռանում է, Եվրոպայից հեռանում է, ըստ էության, եթե Ուկրաինայում չկարողանա իր քաղաքականությունը վարել, նա դառնում է Չինաստանի վասալը, որովհետև Չինաստանը 4 տարվա ընթացքում ընդհանրապես կլանել է ռուսական տնտեսությունը, էլ չասած, որ հեռավոր արևելքում միլիոնների քառակուսի մետր տարածք են տալիս կիլոմետր Չինաստանին, այսինքն մի գյուղի համար այնտեղ տարածք պարտքի դիմաց։ Այո, գիտեք ինչ է, եւ 99 տարով ես լսում եմ, որ նույնիսկ ասում են այնտեղ չինացիները արդեն գալիս են եւ պարզ ասում են, սա մեր տարածքն է ռուսներին, ռուսները բողոքում են, բայց այդպես է, վարձակալության է դրվել եւ վերջ։ Բացի այդ մենք գիտենք, որ Չինաստանը տարածքային լուրջ պատմական պահանջներ ունի Սիբիրից մինչեւ Ալթայ։ Այսինքն Ռուսաստանը չի կարող կորցնել Ուկրաինան, հարավային Կովկասը, բայց դա իր մեղքն է, որ կորցնում է։ Պետք չէր բոլորին հիասթափեցնել, պետք չէր դաշնակցին վաճառել, պետք չէր կոռումպացված պետություն ստեղծել, որ բոլորը ցանկանում են այսօր Ռուսաստանից հեռանալ։ Խնդիրը Ամերիկան չի, ինչպես նաև Իրանում։ Խնդիրը Իրանի ներսի խնդիրներն են, խնդիրը Ռուսաստանի կոռումպացված համակարգն է, որ մարդիկ pod Մոսկովիում չունեն տարական կոմունալ պայմաններ, դա Սիբիրը չի։ Եվ ասենք ձմռանը ամեն ինչ տրակում է, այսպես ասեմ, մատակարարում է էներգա, որովհետև 50-60 տարի որևէ բան չի կատարվել այնտեղ։ Միայն Օզերո կոոպերատիվն է հարստանում, այսինքն սա Ռուսաստանի հետ քաղաքականության հետևանք է սխալ Կրեմլի, ոչ թե Սորոսականների, Զելենսկու կամ Փաշինյանի։ Տեսեք, թվում է դուք ասում եք բաներ, որոնք ակնհայտ են, հա, անզեն աչքով էլ կարելի է այդ ամենը տեսնել, կարելի է գնալ շոշափել, հա, եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ ճիշտ է ներքաղաքական խնդիրներից պայմանավորվել ենք չխոսել այսօր, բայց դրա հետ մեկտեղ Հայաստանը տենց ակտիվանում է բնդումը, որ օրինակ, այ որպեսի Թեհրանի եւ Մոսկվայի սիրտները հանգիստ լինի, TRIPS ծրագրին պիտի մասնակցի անպայման Ռուսաստանը։ Ես չեմ կարողանում հասկանալ ինչ տրամաբանությամբ պիտի լինի այդ մասնակցությունը, բայց որ այդ խոսույթը կա ներհայաստանյան քաղաքական դաշտում եւ այդ խոսույթը դեռ ահագնանալու է օրեցօր ժամ առ ժամ, դա փաստ է, էդ էլ է փաստ։ Հիմա մարդիկ չեն հասկանում, որ նման բաներ են ասում, թե ուղղակի պետք է որ ասում։ Գիտեք, չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ակնհայտ է, որ ես չեմ կարծում, որ այդ մարդիկ կներեք տգետ են քաղաքականապես եւ չեն հասկանում։ Ուրեմն գոյություն ունի այլ ինչ-որ պատճառ։ Դե մեր ունկնդիրները թող արդեն մտածեն։ Իդեպ իրենք միշտ մեղադրում են իբրև թե արևմտամետ անձանց գրանտերի շահելու մեջ, բայց ռուսական գրանտերը առավել տարածված են Հայաստանում։ Այնպես ես որևէ գրանտ չեմ շահել, բայց ես պարզ տեսնում եմ, որ Ռուսաստանը չի կարող Այսինքն այս ճանապարհը Ռուսաստանի շրջանցելու համար է միջին միջանցքը, որովհետև Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմ է սկսել, պետք է միջին այսպես դեպի Եվրոպա, գուցե հետագայում նաև Չինաստանից դեպի Եվրոպա անվտանգ, անխոչնդոտ ճանապարհներ, որովհետև Ռուսաստանի կոնֆլիկտը, պատերազմը Ուկրաինայի հետ խոչընդոտներ չառաջացնի առևտրի համար։ Ռուսաստանը ինչով մասնակցի։ Ռուսաստանը մասնակցում է, որովհետև երկաթուղին պատկանում է Ռուսաստանին։ Այդ այն երկաթուղու մասին է, որը կոնցեսիոն պայմանագրի ստորագրման պահին կար, իսկ մեղրի ճանապարհը չկար։ Խոսքը TRIP-ի ճանապարհների ռուսական ներկայության մասին է, եւ ես վստահ եմ, որ Հայաստանը պիտի մասնավորեցնի, պետականացնի։ Դեպ նշվեց, որ եթե մենք ունենանք համապատասխան միջոցներ, կանենք։ Նիկոլ Փաշինյանը կարծում խորամանկություն է անում, նա գիտի, որ Ռուսաստանը ոչ մի ներդրում էլ չի անելու այստեղ, չի էլ կարող անել, եւ մենք հիշում ենք, որ տարիներ առաջ հենց Փաշինյանը նշեց, որ մեծ կոռուպցիոն, ուրեմն սխեմաներ են իրականացվել Հարավկովկասյան երկաթուղում եւ դա պետք է հետաքննել, այնտեղ որևէ ներդրում չի կատարվել, Լավրովը
դրան շատ վատ արձագանքեց։ Հիմա այսպես փափուկ ասում են, դե մենք ստացել ենք այդ պահանջները, կքննենք, բայց պարզ է, որ իրենք որևէ ցանկություն չունեն այստեղ ներդրում անեն։ Իրենք այս ճանապարհը պետք չի, իրենց պետք է ունենալ բանալի այս շրջանակների ինչ են ասում, ճանապարհների վրա, որպեսզի երբ ուզեն բացեն, երբ ուզեն փակեն։ Նոյեմբերի 9-րդ կետը դրա մասին է, ՖՍԲ-ի վերահսկողություն։ Պարզ է, որ այս շրջանակները ցանկանում են, դա իհարկե ցանկանում են հասկանալով, որ Ռուսաստանը կարող է հետո Ադրբեջանի հետ առևտրի գնալ այդ ճանապարհների հետ կապված որևէ այլ հատվածում, ինչպես Արցախում, ես չգիտեմ, իսկ ինչ վերաբերում է Իրանին, ես վստահ եմ, Իրանի աշխարհիկ ղեկավարությունը գիտակցում է, որ Հայաստանը չպետք է ընկնի ռուս-թուրքական թակարդի մեջ եւ շատերը Եվրոպայի դիտորդների դեմ չէին էլ խոսում, դեսպանն էլ ասեց, բայց մեր քաղաքագետները խոսում են, ասում են Իրանին դա դուրս չի գալիս, ես Իրանից չեմ լսել։ Հոգևոր առաջնորդը այլ հարց է եւ ես հուսով եմ ԱՄՆ-ն կարողանա միջուկային գործարքի գնալ Իրանի հետ, որը մեզ միանշանակ ձեռնտու է։ Եթե ոչ, կներեք, մենք առաջինը մեր շահերին պիտի նայենք, ինչպես անում է Իրանը նոր մնացածների։ Հիմա տեսեք, այս ամենի համապատկերում դուք հիշատակեցիք Դուգին, Սալավյով, մինչև այդ մենք քանում ենք, թե ընդորում հենց արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի ասում է իրենք մասնավոր անձինք են, իրենք իրենց սեփական տեսակետ ունեն, մենք իրենց ոչինչ չենք ասել, մենք պատասխանատու չենք Սոլովյովի եւ Դուգինի ասածների համար։ Հիմա մի քանի օր առաջ արդեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը որոշակի հայտարարություններ արած կապված Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի հետ, որոնք կարելի է ցանկության դեպքում այսպես գնահատել որպես հորդոր, բայց էլի ցանկության դեպքում կարելի է գնահատել որպես սպառնալիք։ Սա ըստ էության բավական կտրուկ հայտարարություններ են Լավրովի կատարմամբ եւ այնպես տպավորություն է, որ Ռուսաստանում մտավախություն կա, որ իր նախկին կամ գործող դաշնակիցները կամ բարեկամները, որոնց այսպես գնում են հասել են մի կետի, ռուսերեն այդպիսի արտահայտություն կա, հիմնական մոթաչուներն են ասում, точка невозврата, այսինքն չվերադարձի կետին են, Ռուբիկոնին են ասել։ Հիմա իրոք այդ վտանգը տեսնում են, թե կա այդ վտանգը ընդհանրապես Ռուսաստանից առհասարակ փոխվելու։ Ռուսաստանից ես նշեցի ցանկանում են բոլորը փոխվել։ Ես վստահ եմ, որ Կրեմլում այդ տրամադրություններին տիրապետում են եւ Հայաստանում եւ Մոլդովայում եւ Ղազախստանում ցանկացած Բելարուսում։ Ժողովուրդը ստիպողաբար Լուկաշենկոն մնաց։ Մենք հիշում ենք, չէ՞, ավտոմատով վազվզում էր իրան չափած տղայի հետ փողոցներում, բայց Ռուսաստանը այս պահին ուժ չունի թեքվի Ղազախստանի ուղղությամբ, Հարավային Կովկասի ցավալի բան պիտի ասեմ, բայց այսօր Ուկրաինայի ժողովուրդը փրկում է ժամանակավորապես հետ խորթային այլ երկրներին։ Ռուսաստանը սպառնում է իր այստեղի քաղաքագետներով եւ ասում են կապ չունենք Սոլովյովի հետ, բայց Սոլովյովի վարձատրությունը գալիս է պետական միջոցներից, գալիս է օլիգարխներից, որոնք Պուտինի աջ ձեռքն են։ Ես չեմ կարծում, որ լրագրող ցանկացած անկողմնակալ կարող է գնալ եւ Ռուսաստանում 6 ժամ ամեն օր վարել ինչ-որ թոք-շոու եւ անվտանգ հեռանալ տուն։ Այսինքն դա իբրև թե խորամանկություն է, մենք կապ չունենք, բայց միևնույն ժամանակ սա հիբրիդային հարձակման ձև է, գիտեք, ժողովրդի վրա, որովհետեւ քաղաքացիները կարող են վախենալ։ Արդեն անցել են ժամանակները, որ Ռուսաստանը համարվում էր դաշնակից։ Հիմա այլ կերպ են, ասում են, ինչ եք ուզում եք մեր վրա հարձակվի։ Նույնիսկ այս ռուսամետ քաղաքագետները չեն ասում Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Ասում են ուզում եք Ուկրաինա լինի, ուզում եք Սիրիա լինի, հարձակվեն մեզ վրա, այսինքն սպառնալիք է Ռուսաստանը մեզ համար։ Իսկ թե ինչ կարող է Ռուսաստանը անել տնտեսությունը առաջնային, որովհետև ինչքան էլ խոսենք, մեր ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ շատ մեծ է, հայ-թուրքական սահմանը չի բացվել, հայ-ադրբեջանականը չի բացվել, սիմվոլիկ երրորդ երկրների մասին չի, ինչքան էլ տրանզիտ ինչ-որ բեռներ տեղափոխվեն, դա սահմանի բացում չի, Վրաստանը պրոռուսական է, ոգևորված չի Թրիփով, ես որքանով տեսնում եմ, եւ մեզ համար իհարկե Իրանը տեսնում ենք ինչ իրավիճակում է, Հայաստանը շատ փխրուն վիճակում է, երկաթուղին դեռ իրենցն է, հեծը դեռ իրենցն է, այսինքն լայն այստեղ սպեկտր ունեն, ել չասած ներքին ագենտուրան, որ կա ամեն ոլորտում, սկսած բանակից վերջացրած ԱԱՑ-ով, ես գաղտնիք չեմ ասում։ Այնպես որ Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում նա ունի եւ ամենաշատը երևի Հայաստանում նախին հետխորհրդային երկրներից ես չեմ պատկերացնում որևէ այլտեղ, որ Ռուսաստանը այսքան ներկայություն ունենա, դա է շնորհիվ մեր նախկին իշխանությունների վարած միակենտրոն քաղաքականության։ Մեր խնդիրը
չշեղվել Լավրովի խոսքերի վրա։ Մենք վաղուց գիտենք դարերի վեր, որ Ռուսաստանը մեզ ուղղակի ֆորպոստ է համարում, հարավային դարպաս եւ ինչպես ուրեմն Նիկոլայ II-ի արտաքին գործերի նախարարներ նշել, Արևմտյան Հայաստանը գեղեցիկ է առանց հայերի։ Նույնը Արևելյան Հայաստանին է վերաբերում։ Մենք ուղղակի պիտի մեր քայլերը անենք, նոր դաշնակիցներ ձեռք բերենք, որոնք շատ են բազմաբևեռ աշխարհում, Արևմուտքում, Արևելքում, Հարավում, հանձիդս արաբական երկրների, որոնք օրինակ Թուրքիային են փորձում հիմա զսպել, տեսնում ենք տարածաշրջանում, տնտեսությունը զարգացնել, այս արդարադատության խաղերը ավարտել 7-8 տարի մի գործը վարելը եւ հետո ասելը, որ նրանք գործակալ են։ Ես սա չեմ լուրջ չեմ համարում։ Եվ եթե դուք կարող եք մի հոգևորականի օրինակով լյուստրացիա իրականացնել, մնացածների հետ կապված ինչ խնդիր կա։ Դատավորները չեն ենթարկվում վետինգ, ենթարկվել չեմ ասում Փաշինյանին, օրենքը չեն իրականացնում, ԲԴԽ կա, Արտադրության նախարար կա, վետինգ կա, այսինքն ես տեսնում եմ, որ իշխանությունները ինչ որ քայլեր անում են ազատվելու համար այս կախվածությունից, բայց այդ քայլերը 8 տարվա համար չափազանց զարմանալի դանդաղ են եւ երբեմն նույնիսկ կասկածներ են առաջացնում։ Հիմա մի քանի օրից Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենս գա Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջան էլ կգնա բնականաբար, ըստ ձեզ սա ինչի համար է արվում, որովհետև խոսակցություններ կան, որ այդ ընթացքում հիմնարկիքի արարողություն պիտի միգուցե կարող է լինի, խոսքը թրիփի մասին է, միջուկային համաձայնագիր կարող է կնքվի վերջնականապես, այսինքն նոր ատոմակայանի կառուցման եւ այլն, բայց այստեղ բնական է, որ ինքը ռեզոնանսային է լինելու այդ այցը, որովհետեւ նաեւ մեր գործընկերները կամ դաշնակիցները, ինչպես կուզենք անվանենք նրանք էլ շատ ուշադիր հետևելու եւ որոշակի եզրահանգումներ են անելու։ Դա ձեզ ինչ է լինելու եւ ինչ հնարավոր եզրահանգումներ պիտի արվի։ Գամ վերջից ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինը դեռ կորցրել է հույսը պայմանավորվել Տրամփի հետ։ Ես չգիտեմ այդ Էփշտեյնի գործում ինչեր կան։ Մենք տեսնում ենք ռուսական հետքը այնտեղ շատ ակտիվ է ռուս աղջիկների, այսպես ասեմ, եւ ես ըստեմ դա ուղղակի աղջիկներ չեն Եդինե Ռոսիայից, այլ KGB-ի հետ ունեն կապեր։ Ինչ կա դրա մեջ, Տրամփը ինչ խնդիրներ ունի, հաստատեն ամբողջ էլիտան ամերիկյան այդտեղ ներգրաված է, ոչ միայն ամերիկյան, Նորվեգիայից մինչև Անգլիա, մենք այսօր հրաժարականներ ենք տեսնում եւ խայտարակություն։ Այսինքն KGB-ի մեթոդը կոմպրոմատն է, նրանք այլ մեթոդներ չունեն, հավաքագրում կոմպրոմատներ։ Հիմա իսկ Հայաստանին ինչ կտա, ես կարծում եմ, որ դեռ հռչակագրային ինչ որ փաստաթղթեր կստորագրվեն, բայց դա պիտի լինի արդեն պայմանագրային իրավունքներ եւ պարտականություններ երկու կողմերի համար, ոչ թե օգոստոս 7-ի հռչակագրի նման կամ վերջերս, այլ արդեն կոնկրետ փաստաթուղթ, կոնկրետ կառավարման կոնցեսիոն վերաբերյալ իրավունքներ, պարտականություններ, ներդրումներ, որովհետև Ռուսաստանը եւ Ադրբեջանը նաեւ ժամանակ ցկելու քաղաքականություն ունեն 3 տարի է մնացել Տրամփին, գուցե ավելի քիչ, գուցե ավելի շատ, նկատի Տրամփը հիմա իհարկե ֆանտաստիկա է, 3-րդ անգամ է ուզում գնա ընտրվի դրա մասին էլ է խոսել։ Այսինքն մենք պետք է արագ գործենք, բայց այն որ սա միանշանակ մեծ նյարդային իրավիճակ է առաջացնում Ռուսաստան, որովհետև իրենք այդ շովինիստական մոտեցումը դեռ պահում են, մեր գաղութն է, նույնիսկ սովորական այցը, որը կարող է որևէ բան չտալ, հռչակագիր եւ վերջ, Նենսի Պելոսին էլ այցելեց, բայց իրենք ավելի իրենց դեմ են աշխատում նյարդայնացնելով հայ հասարակությանը, որովհետեւ չի կարելի անդադ սպառնալ վախեցնել եւ այստեղ իրենք խնդիրներ ունենալու են ոչ թե Վենսի այցից կամ այցի հետևանքներից, այլ նրանից, որ ժողովուրդը արդեն հոգնել է, օրը 24 ժամ լսել սպառնալիք, որ եթե իրենք չերեն մենք ոչնչանանք, այն էլ այն պայմաններում եւ 2020 թվականից հետո բոլորը տեսան Ռուսաստան իրեն ինչպես է դրսևորում։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր ինձ զրուցակիցներ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։